ես եմ Արմետ հավելվածում։ Մեկն եմ այն 1,600,000 մարդկանցից, որ հունվարի 1-ից առողջության ապահովագրություն ունեն, ըստ կառավարության խոստումների։ Իրականում չունեն։ Բա ուր մնաց առողջապահության նախարարի կառավարության վերջին նիստին տված խոստումը։ Հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան նաև 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները։ Փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա։ Հունվարի 6-ն է, փաթեթն ակտիվ չէ։ Ծանուցումներ չունեմ, հույս էլ չկա, որ կակտիվանա։ Առողջապահության նախարարության թեժ գծի զանգերն անպատասխան են։ Մարդիկ որքան զանգ են գնան ու գան, որ պարզեն, ինչու չունեն առողջության ապահովագրություն, եթե ամեն ամիս դրա համար վճարելու են 10,800, տարեկան 129,000 դրամ։ Այս կառավարությունը ինչպես միշտ ամեն մի լավ գաղափար, այսպես բարեհաջող տապալում է եւ ապահովագրության համակարգը բացառություն չի։ Չի զարմանում ընդդիմադիր падգամավորը։ Առողջության ապահովագրության մասին օրենքը ԿՊ-ն ափալ-թափալ է սարքել, նույնքան ափալ-թափալ էլ ընդունել։ Ընդամենը դեկտեմբերի 16-ին ընդունեցին օրենք, որից հետո պետք է ձևավորվեր հիմնադրամ, պետք է նշանակվեր հիմնադրամի նախագահ, պետք է հոգաբարձների խորհուրդը ընտրվեր մրցույթային կարգով, պայմանագրեր կնքվեին այդ հիմնադրամի եւ բոլոր բուժ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ։ Ըստ ընդդիմադիր падգամավորի առողջության ապահովագրություն ունենալու գործի մի հսկայական մասն արված չէ, բայց հայտարարվել է, որ Հայաստանում 1,600,000 մարդու առողջությունը հունվարի 1-ից ապահովագրված է։ Միակ նոր խումբը, այսպես ասած, որ իրենք ավելացրել են համակարգին, հենց թոշակառուների խումբն է, մնացած բոլոր խմբերը, մնացած բոլոր մինչև 18 տարեկան հաշվով, նրանք բոլորը արդեն ներառված էին պետպատվերի շրջանակում։ Այսինքն պետպատվեր անունը փոխեցին, դարձրեցին ապահովագրություն, բայց դրա փոխարեն բոլոր աշխատողներից սկսեցին հավաքել ապահովագրավճար։ Բժշկական ծառայությունների ցանկը, որը ծածկելու է ապահովագրությունը, վերջապես կա։ Ուղղակի այս հարցում էլ, բայց կա։ Ես ինքս անձամբ բազմիցս եմ հարցրել, լավ ինչ-ն եք ավելացրել, որ 36,000 փաթեթ արժեք ունեցող փաթեթներ այսօր դարձել են 130,000 տարեկան։ Իրենք ասում են, որ գիտեք, մենք ըստ էության ավելացրել ենք միևնույն հիվանդության, այն հիվանդությունը, որ կար են փաթեթում, այդ հիվանդության եւ նախա եւ հետ բուժման բոլոր ծախսերը։ Հասկանում եք, այդ նախա եւ հետ բուժման ծախսերը նախ այդ 100,000-ը չէին կարող ծածկել։ Ընդդիմադիրները շարունակում են պնդել, Արմետ համակարգն այս պահին պատրաստ չէ ավելի քան 1,5 միլիոն մարդու գրանցմանը։ Առօրյա խոսքով ասած, կախելու է։ Հույս ունեմ, որ ոչ։ Ընդդիմադիրները շարունակում են պնդել, բժշկական հաստատություններում հերթերն անասելի մեծանալու են։ Պոլիկլինիկաները պատրաստ չեն նաև անհրաժեշտ մասնագետներով ու սարքավորումներով։ Առողջապահական հիմնարկները չգրոհել։ Հենց դրա համար էլ վարչապետն ասել է, որ առողջության ապահովագրությունը սև ուրբաթ չէ, որ հնարավորինս խուսափեն անծայրածիր հերթերից, ծայր չունեցող դժգոհություններից։ Փողերի լվացում կարելի է ասել։ Կորոնայի օրերի չարաշահումների կրկնությունը կարող է լինել առողջության ապահովագրությունը, ասում են փորձագետները։ Հատկապես, որ դեկտեմբերի 30-ին վարչապետի որոշմամբ է ստեղծվել հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդը։ Այնինչ դա չպետք է վարչապետի որոշմամբ ստեղծվեր։ Պետք է օրենքի ուժով ձևավորվեր մրցույթի արդյունքում։ Իսկ որ ավելի զիլ է, համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի նախագահը հաշվետու չի լինելու ոչ մեկի, անգամ խորհրդարանական Հայաստանի խորհրդարանի առաջ։ Այդ հիմնադրամի գումարը կազմում է 127 միլիարդ դրամ։ Չկա երաշխիք, որ մի օր էլ չենք լսելու։ Մուժիկին պետք է միզիկ կոշիկ։ Փոշիացվել է պետական բյուջեից հանված այն 127 միլիարդ դրամը, որը նախատեսված էր առողջության ապահովագրության ներդրման համար։ Արփիս Քեսյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Առողջության ոչ թե համապարփակալ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։